Ողջույն բոլորին, մեկ ամիս կլինի, ես վիդեո չեմ նկարել, կանոն շատ զբաղված եմ եղել, շատ, ու այնքան ինչքան որ չեմ նկարել, այդքան մեյքափ չեմ արել ինձ, հետևաբար այսօր սկսում ենք 0-ից եւ անում ենք, որտեղ շատ կարևոր տեղ ունեմ գնալու։ Ամեն ինչ, նաեւ ասեմ, որ շատ լարված եմ, ոնց որ առաջին անգամ կամերայի առաջ կանգնած լինեմ, որտեղ որ դու տրվում ես քո մյուս մասնագիտություններին 24/7 սատկակով, հասկանում ես, որ կարող ես մոռացության մատնել։ Ինչպես միշտ իմ հոնքերը հանված չեն, եւ ես ձեզ ասեմ գաղտնիքը, թե որպեսզի չցավայ սազի զորով, ինչ եմ անում ես։ Ես միշտ չունեմ հայլի, հետեւաբար օգտվում ենք այս կեղդոտ հայլից։ Ոչ ցավում է, ոչ վնասում է ինձ։ Վատա չանեք հանկարծ։ Այդ ես եմ հարդ ինձ հորին է, որ իտ արագ է, բայց արագ է հետո իր արդյունք տալիս է, վատ։ Աման իմ տան դրված կնեց, որ ալամ աշխարհը հիմա այս ամբողջ երկար ապակուց են կողմ նայում, թե ես ինչ եմ անում։ Բան է, էլի անվճար կինո դիտում է ամեն օր, երբ որ ես տանն եմ, իսկ ես ամեն օր չեմ տանը։ Մենակ երեկոյան քնելուց։ Ինչ նյութ պատահի քսելու եմ, էլ չեմ նայելու, ինչ հա, ինչ չի, կարևոր է քսեմ ու դուրս գամ։ Բոբի Բրաուն, հերթականությունն եմ մոռացել, Աստված ջան։ Ընդամենը մեկ ամիս է, չեմ օգտագործել, մեկ ամսից մի քիչ։ Մազախառը գնաց, մազերս կորոշեմ ըստ հագուստից, իսկ այմրիս հագուստը չգիտեմ ինչ եմ հագնելու, հետևաբար չեմ տառապում մազերս շուտ սարքեմ, դեռ մտքում մտածում ինչ հագնել այսօր։ Ձեր մոտ էլ է տենց, բաննա տունը փոխվել է, խալաթն էլ է փոխվել։ Անկնիկ փարթի է մոտս հենց հիմա։ Երեխեք այնքան մոտիվացիոն բաներ ունեմ ձեզ ասելու, ու այնքան շատ եք գրում, որ ես չկամ, բայց թվում է կարող մեռել եմ։ Մի բան հստակ գիտեմ, երբևէ չշփվեք եւ չհավատաք այն մարդկանց ասածներին, ովքեր ձեզ չեն հավատում։ Հավատացնում եմ ամենաանհնարինը կարող է դառնալ հնարավոր 1 վայրկյանում անգամ։ Ապի մեջ ես իհարկե շատ իմ համար թերություններ ունեմ իմ դեմքի, բայց ամենակարևոր թերությունն է, որ երբ որ վիդեո եմ նկարում, իրան աշխատում եմ շատ անեմ, որ կոնկրետ հատվածներ երևա եւ այլն։ Բայց հիմա հիշենք, որ ես դա վիդեոյի համար չեմ անում, այլ իրականում տեղ եմ գնալու։ Այդ իսկ պատճառով պետք է զգուշորեն մոտենալ եւ այսքան չճպացնել։ Ինչ են ասում, վաքսիվլի մեյմուն չդառնամ, էլի։ Հենց վերջերս շատ եմ ականատես լինում այն հարաբերություններին, որ մարդիկ շատ հարազատ են, բայց 2 կոպեկ տեսնելուց հետո մի անգամից կորցնում են իրենց, իմ անձին չի վերաբերում, կողքի աչքից ասող եմ ընդհանրապես։ Դրա համար խնդրում եմ ձեզ ոչ գործ բռնեք ծանոթի հետ, ոչ ընդհանուր կիսելիք ունեցեք, որ մնաք հալալ եւ զուլալ իրականում։ Քանի որ եթե նույնիսկ մտածում եք, որ դուք աշխարհի անկեղծն եք, վստահ եղեք, որ դիմացինը ձեր պես չի։ Բայց այդ բոլորին չի վերաբերում։ Իմ համար աշխարհի ամենալավ տանալինյան, այսա լավ, ճպացնում ենք աշխարհի լավագույն դիմապոչներից մեկի գլխիկին քային, որ ժամանակ չկա գտնեմ, թե որտեղ է իմ այդ ամանիկը, որի մեջ լավ էլի։ Ինչի՞ց է այս վիդեո եմ նկարում պրծածալու։ Հիշացրեք, որ այ առօրյայի համար է, թե չէ։ Սփացնելու է գնալ, հա։ Հետաքրքիր է, ուրիշներին մեյքափ անում եմ, բայց երբ որ ինձ եմ անում, ինձ թվում է ես երբեք մեյքափ չեմ արել։ Ինչքան շատ հաճախորդներ եմ ունեցել այս ընթացքում, բայց հենց քեզ է սկպնում մտավախությունդ, որ կարող է սխալ եմ անում։ Չեմ բոլորի մոտ է տենց, թե ես եմ մենակ նստվ այդ անկների մեջ։ Ցնցին, երեխեք ջան, ցնցին, 1 ըստ մազիկների դասավորվածության ուղղության։ Մեզ թվում է, թե մեր դեմքը շատ մաքուր է եւ մենք մաս չունենք, բայց արի ուտես, որ բնությունը մեզ հետ սիրում է խաղալ ու մենք ունենք մազիկներ, որոնք անտեսանելի են ու սխալ վրձնի շարժումից, սիշ դասընթացեր անվճար, սխալ վրձնի շարժումից կարող է ամբողջ կրեմը փսորվի։ Կարող է ձեզ թվում է շատ հեշտ պրոցես է նստացնել դեմքին տանալին, բայց երևի թե կարելի ասել մեյքափի մեջ միակ հաջողությունը, որ ունեմ, դա ճիշտ ֆաունդեյշնը դեմքին նստացնելն է, ստեղս կարմիր է, թե աչքի սևեմ, հեսա հայերի վերցնեմ ասեմ։ Եվ ինչից եկավ այդ հավատալ չհավատալու երևույթը իմ կյանքում, երբ որ մեր ազգը ցավոք սրտի որոշ ներկայացուցիչներ գալով ստեղ անում են շատ խախտումներ, որպեսզի
2 կոպեկ փող աշխատեն, 2 կոպեկ, 2 կոպեկ չի է, 100-200 կես միլիոն հազարների մասին է խոսքը, որովհետև ցավոք սրտի նմանատիպ մարդիկ լինում են անկուշտ։ Ու այդ տականք տեսակներին թվում է, որ դու քյալ ես, չես հասկանում, էլի որ քեզ ֆռսնում են մատի վրա։ Բայց քանզի քո դաստիարակությունը եւ տարիների հարազատությունը չես ուզում ծախես 7 արծաթով, ինչպես դա արվեց Քրիստոսի հետ, դրա համար լռում ես։ Կասեն աղջիկ ջան, ինչքան ես տպտպացնում դեմքիցդ կմնա դտարը, բայց այդ չի ուզում ասել։ Հիշում եք, որ մի հատ վիդեո ուզում եմ, որ ասում եմ, բոլորին ասեք ոչ, ովքեր որ ձեզ խանգարում են։ Մոռացել էի։ Հիմա ասում եմ հակառակը, եթե ունեք ժամանակ, անպայման, թողեք իր արևին տժժցնի եւ խափի ձեզ։ Մինչեւ այնքան ժամանակ, որ դուք կդժակ արդեն տժալ, Իսկ թվում այսօր կուսակրոն շոր եմ հագնելու, սենց փակ մինչև ոտի ծեր, մի կուսակրոն էակ եմ ես։ Տունս փոխելուց հետո դարել եմ բան, սենց փոխելը որն է, տուն վերցնելուց հետո դարձել եմ սենց մի հրաշք էակ ես։ Ու այս բառից հետո նենց եմ սպասում, որ կոմենտներում գրում, դու կուսակրոն դե վերջացրու։ Գիտեմ որտեղից կտրվեց, որտեղ ինձ եկավ զանգ։ Ամենայն դեպս ուզում եմ, որպեսզի ամեն մեկը ձեզ գնահատեք եւ արժևորեք եւ ամենակարևորը հավատաք ինքներդ ձեզ։ Ասեմ, ձեզ է պետք չէ հավատակ, պետք է լուր առանց որևէ հաշվարկների, առանց փողի հետևից վազելու ուղղակի աշխատեք։ Ես կարող եմ բարձրաձայն ասել, որ ես այն եզակի երջանիկներից եմ, ովքեր որ կարողանում են վարկենական ճիշտ ժամանակին ճիշտ որոշում կայացնեն եւ դա անձնականում մենակ չեմ կարողանում եւ 180 աստիճան փոխել ամբողջ իրենց կյանքը եւ ապրելակերպը։ Վստահեցնում եմ ձեզ, այն որ ասում էին ռիսկը խիզախությունը գործի կեսն է։ Կեսը չի, 90%-ը ծուրխ ես գծում քիթդ վայ։ Յանամ քիթա մնացե, աղավաղվել այնքան եմ ուռել։ Չաղանալու մասնախոսք։ Կով ես դարել, լավ եմ արել, զատո ես երջանիկ եմ, իսկ դու ոչ։ Բայց ամենախնդալում գիտեք որն է, որ ես սենց վիդեոյների մեջ սենց խոսում եմ, դու երջանիկ ես, ես չի դու եւ դու քով բան, եկեք կոմենտ ասեն, գրում իրանք չոտքի պատասխանում են։ Բալամ, ուրեմն դու քեզ դրել ես այդ հանձի տեղը, քեզ իզուր տեղը, քեզ խայտարականում, այ քեզ բան։ Չենք ծերացնում, մեզ կնճիրներս հել էինց կերել արդեն, այդ միմիկա կնճնճիրներ, տատի, հոլարիվ ծյոց պարդի նաչինայիցը, աղ, երեխեք, անկեղծ ասեմ, ուզում եմ շատ նուրբ աչկերս անեմ, մենակ թարթիչներ կպցնեմ ու չգիտեմ ինչի հակված եմ կարմիր շրթներքի, եթե կարմիր շրթներք հագնեմ, հեսա հագանք, եթե կարմիր շրթներք կսեմ, հետևաբար պետք է կոշիկներս փոխվի, իսկ եթե կոշիկներս փոխեմ, հետևաբար այդ շորը չեմ կարող հագնեմ, որ ուզում եմ, որտեղ կոշիկներս այսքան են, իսկ շորի հետ սիրունա նուրբ, որտեղ ես եթե նիհար լինեի, ես կարա իմ տանգետկա կոշիկները հագնել 7 մետրանոց, բայց քանզի մենք ունենք այն ինչ-որ, նենց եմ ճոռո խոսում, ես լենքիս կրում վերջի անգամ ես իմ ետ եմ հագել, այսպես գաջն է գնում, շպակլին պրծանք, ներկը կսեցինք, չէ գաջը արեցինք, հիմա ծեմենտ բիտան, հետո գաջ չի, վայ, մոռացել, վաղուց, որ ես վեսով կյանքում բերում չէ, ամբողջ ապակից դարձավ դիմափոշին, լավ ոչինչ, ապակի, որ ասում եմ, ամբողջ պատիս կեսի մեջ տեղն է, էլի ապակի, լայվ եմ մտել, խնդալու բան եմ հեսա պատմելու, ուրեմն, երբ որ փոքր տանն էի ապրում, ստեղ, ունեի տոնածառի լույսեր, ահրելի շատ, սենց երկար գնում էր, նույնիսկ ամբողջ տունը կարար ծածկեր, որ ես տարի սենց ուրախացած, ասում եմ ինչ հաճելի է, ես ունեմ լույսեր, ես սենց, ես նենց, մի տես տվայտանքների մեջ եմ ընգել, երեք ձեռս ընգավ, տանն էի մի քանի ժամով, ասեցի ինչ հավես ամի հատ բացեմ, տեսնեմ նոր տարվան ինչ լույս է լիներում, և ինձ բռնացրեցի նրա վրա, որ այդ ահռելի լույսը, նախ շատ սիրուն եղավ, ուղղակի
Դրեցի հեռուստատեսության, հեռուստացույցի ներքևում գտնվող պահարանին, որպեսզի իրան բացեմ եւ ծավալեմ, որպեսզի ամբողջ տնով մեկ լուսավորեմ։ Ինչ պարզվեց։ Պարզվեց, որ այդ ամբողջ հսկայական գերդաստան լույսը ընդամենը տեղավորվեց, այն էլ շատ քիչ, իմ հեռուստացույցի պահարանի վրա։ Ինչ եմ ուզում ասել, որ երբ որ փոքր էինք, մեզ համար շատ փոքր բաները մեծ էին թվում, ու մենք դրանով երջանիկ էինք, բայց հետո երբ որ մեծացանք ու հասկացանք, որ առավել մեծ կա, որովհետև մենք մեծանում ենք այդ իրերը փոքրանում, պետք է մտածել փոփոխության մասին։ Ուզում եմ ասել, որ այդ լույսերը, որ բացածկում են ամբողջ իմ տունը նախորդ, հիմա ընդամենը իմ փոքրիկ սեղանը։ Երբևէ չդադարեք պայքարելուց ձեզ համար, զուտ ձեզ համար։ Եթե պետք է լինի պայքար, որովհետև խոստացել եք ծնողներին, տատին, պապին, հորքուրին, այդ անիմաստ է, ձեր երազանքը չի, այդ ուրիշի երազանքն է իրականություն դառնում։ Այդ երազանքը կարող եք ընդամենը որպես նվեր մատուցել ձեր հարազատներին, բայց չապրել դրանով։ Հավատացնում եմ ձեզ, ինքնուրույն ստեղծեք այն ամենը, ինչ որ ուզում եք։ Մոքալինում այս վերջերս հանքերս մի հատ բաց գույն տամ իրան։ Տեղափոխության ընթացքում շատ բաներ չեմ հիշում ուր եմ դրել, դա իմ մեղավորությունն է, քանի որ համ տեղափոխվում էի, համ աշխատում էի 8-ից 16 ժամ, բայց ինչ արած չենք բողոքում, այ քեզ բան, դա մեր ընտրությունն է։ Որ չես սկսում բողոքել, սրա բախտը բերեց իմը չէ։ Դու ես ընտրել այդ ճանապարհը, իմ համար էլ է բարդ, այսինքն ուրիշի համար իմ կյանքն է բարդ, իմ համար այն մարդկանց կյանքը, որ չունեն ձեռք, չունեն բաներ, որոնք մենք ունենք, պիտի ուղղակի շնորհակալ լինենք։ Փարթի թայմը շարունակվում է, իմ սիրած մասը կոնտուրինգ, հիշենք, որ կյանքի համարը չդնենք այնքան ճպցնենք, որ դեմքներիցս մնա մենակ մուլատի գույնը, ունեսի սենց նուրբ, սենց վրսնյակը համարյա չքսելով, նուրբ, սեն նուրբ մարդ եք գտել, տակ այսի սենց, օրենքով պիտի հատ հավաքեի քիթս, հատ հավաքեի քիթս, անտիր նախադես, քանզի ես, իրոք ժամանակս ավելի շատ եմ գնահատում, ռումյանյա ենք անում, որ յանի մի քիչ ջահելանանք, բացում ենք, սրում ենք ամբողջությամբ, հատ գծիկ ենք տանում այստեղ, կարծում եմ նորմալ է, սենց լույսի տակա նորմալ, գնալու եմ բաղնիկ լեղաճակ հլնեմ գյաջից, բայց հիշենք, որ կոնյակի նման է դեմքը ու նյութը, ու ինքը խմորվում է քո մաշկի ջերմության հետ, այդ օր, նուրբ, նարը քիչ արա, ծաղ տանեմ, դու սվետաֆոր չես, քիչ իմ աղջիկ, շատ եմ սիրում ես անտեր հայլայթերն, ինչ անեմ, որ մեղքիս համար, գնաց էլի, ծըպ, քիթոսիկը, էրտեղը, ես էլ եմ ուզում իմ վիդեոների մեջ չերևա հայլայթերը վառ, սիրում եմ, ռիբյատը, աչքիս պիջակս հակնեմ, որտև չգիտեմ է հակս կլինի, թե չսկսենք այդտեղից։ Ինչու, դեռ սիրում եմ, բայց թողնում եմ, որ դու հեռանաս, ինչու, նուրբ է յանի ասում, էլի սկսվեց, վսյո թարդի չենք կպցնում, արդեն ու վերջը, սենց, օրանժը ասենք, ես էլ ինչ նուրբ, վսյո մեկ էլ թարդի ճուպարդ, վերջ, կիսում ենք ընդհանուր թարչնակը, որը ուղիղ է,
Ուղիղ լավաս չէ, մի հատ ամբողջ հավասար թարթիչ։ Վայ մա դրվի թող մարդիկ տեսնելա մի համաճի չենք ուտի քեզ։ Ու սենց հալնելու այսօր։ Ունենք։ Вообще կարիք չկա, բայց դե ձևը անում ենք է։ Յանի տեսեք իշքան ենք մենք տառապում, որպեսզի ձեր թարթիչը կպնի։ Աչքը կարող ենք երկարացնել եւ մի փոքր այս կողմ տանել։ Եվ սպասում ենք չորանա, չորանալու հետ միասին իհարկե սոսինցը իր գույնը փոխում է Հրանց ջան։ Սպասում ենք, որ չորանա։ Հիշեցի։ Դու ձեռք բերել ես պաչերից։ Այս պաչերը հասանելի են 88 երկրներում աշխարհի, ու իրանք չեն բուժում, իրանք սինթեզում են, քեզ էներգիա տալով, քեզ տալիս են այն ամբողջ բացասական եւ այն ամբողջ քայքայող օրգան կլինի, երևույթ կլինի, բջիջներ կա, տալիս է քեզ հնարավորություն այդ ամեն ինչը վերականգնելու։ Վերականգնում ես մի հատ պուծուր թղթիկի շնորհիվ, իդեպ, ես դիշտո։ Այս անգամ ես այն կկպցնեմ էլի ձեռքիս եւ կգնամ հարսանիք տրենգի բարելու։ Ինքը ցավեր է բուժում։ Նույնիսկ շատ դեպքեր ենք ունեցել, որ դողերոց կա վերացնում։ Դիաբետ, հերնիա ունեցողներին, գրիժա ունեցողների համար դա մի վայրկյանում չես զգալու։ Հույս չունենաք, որ 40 տարվա ձեր ցավերը մի վայրկյանում դրեցիք ու սենց պիտի ապրեք։ Նույնիսկ վիրահատությունից հետո է մարդը հետ գալիս, ծննդաբերությունից է մարդը վերակենդանանում, որ մնաց այդ պուծուր կլոր հրաշքով միանգամից բան։ Այդ եզակի դեպքեր ալնում օրինակ իմ մոտ, որ եզակիորեն շատ արագ է զգացի տարբերություն եւ մա թռվռում եմ այսքան աշխատելուց հետո, ես դիշտո գործից հետո եմ եկել, որ սենց տվայտվում եմ։ Ժամը 7-ից սկսած մենք աշխատում ենք։ Ուզեցի մի փոքրիկ փայլիկնի։ Այսինչ, յանի հարսանիքը էլի։ Հարսանիքը չի յանի էլի, այն մեր հայկական բան, ինչպես տարբերելի առօրյան հարսանիքից փայլիկներով։ Հեկ, Ամերիկայում նոր մոդան ընկել է շագանակողի սմոքին, որ գնում ես հաղ նույն դեպքն։ Երեխեք ուրիշ մեյքափները կան ես կյանքում։ Բարեզբուն եւ լայն իմաստով։ Իթեմ։ Հələ չի սկսի հարսանիք աղջի նոր բդի սկսի մեկի ժամից, բայց ես արդեն լավ չեմ միշիշը կնած։